Հայկական հեռուստաեթերի առաջին և միակ հաղորդաշարը, որն անդրադարձավ մեր հայ շոու-բիզնեսի ամենից ամենաիրադարձություններին տալով մեզ ճշգրիտ և հավաստի պարզաբանումներ, դա իհարկե ամենից ամենան է ողջույն։ Դուք շարունակում եք դիտել ամենից ամենաինքնատիպ Armnews-ի եթերը, և այս պահին ձեր էկրաններին է ամենից ամենաաստղային շքերթը, որը վարում եմ ես, Լիաննա Տերմինասյանը։ Իսկ այժմ հայտարարում եմ մեր այսօրվա հիմնական անվանակարգը՝ ամենից ամենաաստղային սիրո պատմություններ։ Կյանքը անակնկալ է և բաղկացած է լավ և վատ ժամանակահատվածներից։ Վատին միշտ հաջորդում է լավը և հակառակը։ Իմ կյանքում համենայն դեպս այդպես է։ Կարեն Քոչարյան։ Իմ առաջին կինը հեռացավ կյանքից և անցավ արդեն 2 տարի, պետք էր մտածել այնուամենայնիվ ապագայի մասին, հետաքրքիր մի բան տեղի ունեցավ, մայրիկիս ծննդյան օրը ինձ եկան հորեղբոր աղջիկը, տղան, եկան ասացին, որ կա մի կին, որի հետ ուզում ենք քեզ ծանոթացնել և ուզում ենք, որպեսզի դու քո կյանքը կապես նրա հետ, ասում եմ, ով է։ Բանից պարզվեց, որ այդ կինը իմ եղբոր կնոջ քույրն է։ Ելուկը Աշոտի ասած ընտիր աղջիկն եք։ Ոչ, ես Իրան եմ։ Որից Իրաքն եմ։ Առաջին մեր հանդիպումը Կարենի հետ տեղի ունեցավ մեր քաղաքի հայտնի ջազ ակումբներից մեկում, որտեղ հրավիրված էի իմ քույրիկիս կողմից, ծանոթացրին մեզ, խոսեցինք, շատ մտերմիկ հանդիպում էր, դրանով ինձ թվում էր, որ պետք է ավարտվի ամեն ինչը, հաջորդ օրը հեռախոսիս վրա զանգ եմ ստանում, Կարենն էր, ես հասկացա, որ եթե ինքը զանգել է, ուրեմն մի լուրջ պատմություն պետք է սկսվի, առաջարկեց ինձ եւս հանդիպել, դե այսօրը ես իհարկե մերժեցի, 1 օր անց նորից Կարենն ինձ զանգեց, առաջարկեց հանդիպել, դուրս եկանք։ Տիկիրը դուք այն օր ինձ վրա շատ մեծ տպավորություն թողեցիք։ Ես դա հասկացա, երբ դուք բուրդ էիք չփոխում։ Մի բան ասեմ, հետաքրքիր, որ աղջիկս մեր հանդիպման 3-րդ օրը նա եկավ Մոսկվայից, ասաց՝ «Պապ, դուրս գամ մի քիչ ընկերներիս հետ զբոսնեմ», ասացի՝ «Զբոսնի, բայց գալուց կզանգահարես, կարող է ես տանը չելեմ»։ Այդ խոսքի վրա միանգամից շուռ եկավ, նայեց ինձ վրա, ասաց՝ «Ով է»։ Ասացի՝ «Չես ճանաչում, բայց կծանոթանաս», ասացի, ասացի Աննայի քույրիկն է։ Լավ, կծանոթանանք։ Գնացինք միտեղ, տենց նստեցինք եւ ես հասկացա, որ ինչ-որ մի երևույթ կատարվեց, բայց հետագա քայլերի մասին ես դեռ ոչինչ չէի կարող մտածել, քանի որ ես ինքս էլ պատրաստ չէի։ Слушайте, а чтобы получше друг друга узнать, я вас приглашаю в воскресенье за город на пикник. Հետաքրքիր մի կուրիոզային դեպք եմ ուզում ասել, ես ծանոթացել էի մի աղջկա հետ, որը հավաքել էր իր շուրջ բավական ճանաչված մարդկանց։ Հայտարարեց, որ ինքը հանդիսանում է մի շատ հայտնի ամսագրի, որը նաև կազմակերպություն է, դրա ներկայացուցիչը Հայաստանում։ Եվ ինքը այդ ամսագիրը ուզում է ստեղծել այստեղ եւ ինձ առաջարկում է, որպես ես գլխավորեմ այդ ամսագիրը։ Մենք միշտ հավաքվում էինք, միշտ կարաոկեների մեջ եւ այդ գնում ենք կարաոկե էինք երգում։ Բնական է այդ ամենը չստացվեց, բայց այդ քայլերը ասում մեզ եւ այդ ավելի մտերմացրեց։ Ես չիմացա թե ինչու։ Իսկ ես չիմացա թե ինչպես։ Պատահեցինք մեկ-մեկու Մեր երազներն առանց մեզ։ Անցավ որոշ ժամանակ քավորիս հետ միասին եկել էինք եւ ներկայացել էինք Եվայստանը։ Եվ բերեց նրան, որ իրենք եկել են, որպեսզի խնդրեն իմ հայրիկից իմ ձեռքը։ Առաջին վախը իմ հենց մեր երեխաներն էին, որոնց կարծիքն էլ շատ մեծ նշանակություն պետք է ունենար։ А вы что, собираетесь на ней жениться? Да. Այդ ժամանակ անց էր կացվում 1+1 մշակույթ փառատոնը, որը ես վարում էի եւ ամենուր որտեղ որ գնում էինք, երեխաներն եւ Եվային տանում էի ինձ հետ։ Հաջորդ ամառը, երբ մեր հարազատները հեռու տեղերից վերադարձել էին ամառը հանգստանալու, ասացին, ուզում ենք, որ ձեր հարսանիքը արվի եւ այդ հարսանիքի կազմակերպումը տևեց երևի թե 3 օր։ Տեր Շմավոնը մեզ ամուսնացրեց եկեղեցում, Աստծո դեմ միմյանց խոսք տվել ենք, որ հնազանդ եւ տեր կլինենք միմյանց։ Սիրում եմ քեզ շատ։ Ես քեզ սիրում եմ շատ։ Долго я тебя искала.
Ահա այսպիսին էր մեր այսօրվա շքերթը լի հետաքրքիր ու բովանդակալից բացահայտումներով։ Եվ այդ ամենին թերևս հավելեմ, որ սիրո տոնը իհարկե շատ լավ բան է, սակայն նշել այն հարկավոր է տարին 12 ամիս։ Իսկ ինձ մնում է միայն ասել, որ հաջորդ շաբաթ էլ մեզ սպասում է շատ հետաքրքիր մի անվանակարգ, այնպես որ ակտիվ հետևում ենք անոնցներին, բացահայտում անվանակարգը, շքերթը եւ իհարկե սրտատրոփ սպասում մեր հաջորդ եթերին։ Իսկ մենք հանդիպենք արդեն հաջորդ շաբաթ ամենից ամենաինքնատիպ Art News-ի եթերում։ Հաջողություն։